Բարի օր, սիրելի հայեր։ Ուրեմն ես միշտ ասում եմ, որ ես քաղաքականությունից չեմ խոսալու, իմ էջում դրա մասին չի լինելու, բայց այսօր, այսպես կոպիտ ասած, քաղաքականությունը եկել մտել է բոլորիս տները։ Չխոսալ, չհետևել, չտեսնել, չնկատել, չզգալ հնարավոր չի։ Ուրեմն նայեք, ժողովուրդ ջան, սա մի թատրոն է քաղաքական, որը տանում է մեր կարևորագույն ռեսուրսը, մեր էներգիան, մեր ուշադրությունը։ Ու մենք բոլորս այսօր մեր жизненную էներգիա, մեր կենսական էներգիան ուղղել ենք այս թատրոնի վրա, որի հետևում կատարվում է ուրեմն ինչ։ Կատարվում է այն, որ այսօր կարևորագույն էներգիաներ են գալիս ու հենց մեր հայերիս համար սկսվել է տրանսֆորմացիոն, էվոլյուցիոն ժամանակաշրջան, մենք էվոլյուցիա ենք ապրում ու դա շատ լավ լուր է, ես դրա մասին արդեն խոսացել եմ, նորից եմ ասում, դա շատ կարևորագույն պահ է ու մենք ամենքս պետքա գիտակցենք այդ պահի կարևորությունը։ Բայց քանի որ ասում եմ, այս թատրոնը կատարվում է, որ մենք մեր ուշադրությունը դնենք ու խառնվենք այս ամեն ինչի մեջ ու չենք էլ կարող չխառնվենք, մենք կորցնում ենք էներգիա ու մենք դժվարությամբ ենք անցնում այդ տրանսֆորմացիան։ Ինչի համար է այս տրանսֆորմացիան ու ինչի եմ ասում հենց հայերիս համար։ Ուրեմն իրոք հայերիս համար տրանսֆորմացիոն ժամանակաշրջանը մինչև 30 թիվը մենք պետքա ապրենք այդ էվոլյուցիան։ Մենք պետքա անցնենք, մենք պետքա թողնենք այն ինչ որ կապված է վախերի, չգիտեմ, ստրադանյաների, այն ինչ որ մեր հետ կատարվել է, ինչ որ վախեցել ենք մեր վրա կհարձակվեն, մեր հողերը կխլեն, մենք պետքա դրանից հրաժարվենք ու դա այդ էներգիաների միջոցով լինելու է, եթե մենք պատրաստ լինենք։ Իսկ եթե այսօր մեզ նորից գցում են վախերի մեջ, ասում են վաղը կռիվ լինելու, հեսա Ադրբեջանից գալիս են, իմիջիայլոց գալիս են, դրա մասին եմ խոսալու, ես արդեն շատ-շատերին եմ տեսնում, որ եկել են, ուրեմն գալիս են, մեր հետ ապրելու են, բայց այստեղի, եթե մենք վախերի մեջ լինենք, մենք կորցնելու ենք ամեն ինչ։ Իսկ եթե մենք լինենք մեր ճիշտ էներգիայի մեջ, իրանք մեզ չեն դիմանալու, ոչ մեկը չի դիմանալու, ովքեր որ գալիս են մեզ վնասելու։ Հիմա ասեմ, ինչու այսօր ունենք նման ղեկավարներ, ինչու ընդհանրապես մեր հայկական հանրապետությունը չի ունեցել այնպիսի ղեկավար, որ մեր սրտովը լինի։ Չնայած ասեմ, որ մենք շատ դժգոհ ազգ ենք, մենք ամեն ինչից միշտ դժգոհում ենք, դրա համար էլ շատ դժվար է լավը տեսնենք։ Ես միշտ ուշադրություն եմ դարձնում, ռուսները, մյուս ազգերը գալիս են Հայաստան, սկսում են երգել Հայաստանի մասին, երգեր են գրում, չգիտեմ ինչքան բաներ են պատմում, բայց մենք ինքներս ամեն ինչից բողոքում ենք ու քանի որ պրետենզիաները միշտ բերում են նման ժամանակաշրջանների, մենք պետք է սովորենք դուրս գանք պրետենզիայից։ Վերջապես պատասխանատվությունը մեր կյանքի համար վերցնենք մեր վրա։ Նայեք այսօր ինչ է կատարվում։ Քանի որ մենք նամանավան մեր տղամարդիկ չեն ուզում պատասխանատվություն վերցնեն իրենց կյանքի համար, իրենց ընտանիքների համար եւ իրենց հայրենիքի համար, դա ժերտվայի կարգավիճակն է։ Իհարկե ժերտվայի մեջ են բոլոր կանայք, ովքեր որ բողոքում են, բոլոր կանայք, ովքեր որ հաշվում են, որ մեզ այս ինչն է վնաս տալիս, այն ինչն է վնաս տալիս, ուրեմն քանի եթե կա ժերտվա, այսինքն զոհը որտեղ կա, այնտեղ լինելու է դահիճ, այնտեղ լինելու է պալաչ, обязательно։ Սա ընտանեկան հարաբերությունների մեջ էլ է տենց, եթե կինը ժերտվայի մեջ է, պալաչը, այսինքն ամուսինը սկսելու է Դավիթ անել, կարող է ծեծի, կարող է գորգորա, մանիպուլիրovat անել, իսկ փառք Աստծո դուք տեսնում եք մեր այսօրվա վարչապետը մանիպուլյացիայի 99 երանգները օգտագործում է մեր բոլոր ժերտվաներին օգտագործելու համար։ Ու դա այդպես էլ պետք է լինի, որտեղ ժերտվան է, այնտեղ պալաչը գալիս է ու այդ մանիպուլյացիաներով ու մեզ կարող է վերացնեն, ովքեր որ չեն հասկանում ինչ է կատարվում, բայց մենք ուրախ գնանք ու կոտորվենք։ Դա ասում եմ, ժերտվայի եւ պալաչի отношенияներն է։ Նույնը նորից եմ ասում, երբ որ կինը նվիրվում է ամուսնուն ու ասում է ինչ է լինի, ես իրան սիրում եմ, ինչ ուզում է անի, մի օր ծեծեց, երկու օր ծեծեց, երրորդ օր ուգրաժաց անում, ասում է քեզ կսպանեմ, կսատկացնեմ, բայց ասում է իմ ամուսինն է, ոչինչ ինչ կանի, ես իմ ընտանիքին նվիրված եմ, այսինքն ժերտվան все равно չի վերցնում իր պատասխանատվությունը իր կյանքի համար, չի ասում ես խի եմ ժերտվայի մեջ, խի պետք է իմ հետ սենց վերաբերվեն, ով է ինքը որ ինձ վատ վերաբերվի, ախր
Հիմա նայեք, տեսեք, մենք այսօր, ասում եմ, մեր ազգի մեծամասնությունը ժրտվայի մեջ է ու ըստ բանի, ну, соответственно, ուրեմն մենք ունենք պալաչին։ Պալաչին ամեն ինչ անելու են, ամեն ինչ, որ մենք ժրտվայից դուրս գանք։ Ու այսօր ուզում եմ իրոք եմ ասում, շնորհակալություն հայտնեմ այս ընտրաշավների համար, որովհետև իրանք չհասկանալով, կամա թե ակամա, այս ամեն ինչը ստեղծելով արթնացրեցին մեր ազգի մեծամասնությանը։ Իրոք եմ ասում, այս ընթացքում մեր ազգի մի մեծ քանակությամբ մարդիկ արթնացել են։ Եթե դուք դա չեք տեսնում, չեք նկատում, դա ոչինչ չի նշանակում, ես տեսնում եմ ինչպես է լույսերը վառվում Հայաստանում եւ Հայաստանից դուրս գտնվող հայերի կապ չունի, մի խառնեք ժողովուրդ ջան, հայը դա ցանկացած հայ աշխարհի ցանկացած կետում գտնվող հայն է։ Ու ընդհանրապես մի բան արեք, մարդկանց մեկը մյուսին բան մի ասեք, ես նայում եմ ինչքան են վիրավորում իրար, ես մեկը ասենք թե մեկի կողմնա մյուսը չի կարելի ժողովուրդ ջան, իրար վիրավորելով մենք հեռանում ենք Աստծոց։ Լավ հիշեք։ Իրար վիրավորելով մենք պարակտվում ենք, մեր ազգը թուլացնում ենք ու մենք ոչ մի բան չենք կարող անենք։ Խնդրում եմ, այս մեկը լավ հիշեք, ինչ ուզում է լինի, այսօր կա վարչապետը, կա մյուսը, վաղը իրանք չեն լինելու, բայց մենք որպես ազգ պետքա դեռ երկար միլիոնավոր տարիներ մենք պետքա գոյատևենք։ Ու եթե մենք այսօր ինքներս մեզ պարակտում ենք, դե չեմ խոսում այն fake էջերի մասին, ծախվածն ու այդ գումարով աշխատող մի ուշադրություն դարձրեք, դա նայում եմ, որ մարդիկ ջղայնացած գրում են fake-երին, իսկ այդ fake-երի հետևում նստած են, ես դրանց էներգիաները տեսնում եմ, նենց մարդիկ, որ եթե իմանաք կզարմանաք, բայց լավ, այդ իրանց գործն է, ովքեր ուզում են նստեն, կան իհարկե աշխատողներ, որոնք որ ասենք 100-200 էջին ուպրավլյաց են անում։ Ես այս ընթացքում մի քիչ աշխատել եմ այդ ֆեյքերի հետ, փորձել եմ, ստուգել եմ, լավ, ֆեյքերի մասին հետո կխոսամ։ Մի խոսքով, ֆեյքերը կոնկրետ տանում են ձեր էներգիան։ Մի արեք, ժողովուրդ ջան, մի ուշադրություն դարձրեք ֆեյքերին, վատ գրողներին։ Եթե վատ բան են գրել, դուք էլ իրան ուղարկեք ուղղակի գրողի ծոց, պրոստը ասեք fake исчезни, иди к черту, պրոստը ուղարկեք գրողի ծոցը fake-ին։ Ու գիտեք ինչա, մարդիկ գիտեն, թե եթե նստել են փակ էջի հետևից ու գրում են, դրանով իրանք ինչ որ բան փոխվել է։ Դուք այդ ինչ անում եք ձեր համար եք անում։ Դուք ապրում եք կեղծ, դուք ապրում եք կեղծ էներգիաների մեջ։ Ինչ եք սպասում վաղվա ձեր կյանքից, եթե դուք այսօր կեղծ էջից գրում եք։ Մի խոսքով, այդ էլ ես հետո կպատմեմ, հիմա այսօր ինչն է կարևոր, որ իմանանք։ Մենք պետքա բոլորս դուրս գանք այդ ժերտվայի կարգավիճակից, մենք պետքա ответственность за свою жизнь